Եղբայրների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել, այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել։ Նրանք աղոթում էին, երբ քաղաքականությունն իր դեմքով շքախմբով մտավ եկեղեցի։ 18-ամյա Դավիթը Նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժիչ գործողության հերթական երիտասարդը դարձավ։ Ծառայամտությունն էլ պետք է սահման ունենա, կալանքով պատժում են 18-ամյա Դավիթին։ Սա իրավական գործընթաց չէ, սա քինախնդրություն է, սա մանրախնդրություն է։ Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ եւ ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։ Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։ Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ սեփական կարծիքն արտահայտելուց։ Տրամաբանությունը հուշում է, որ կալանավորում չպետք է լիներ։ Սեփական ստոր անձի վախկոտությունը կթեթևացվեր, օրինակ տնային կալանքով, եւ վաղը բոլորը կմոռանային այդ գործի մասին։ Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին։ Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին։ Թող իմանան, ինչպես է Փաշինյանը նախապատրաստվում ԵՄ Հայաստան գագաթնաժողովին։ Ու սրան ձայն պիտի տա այս ժողովուրդը։ Սա պահք է պահում ու հոգևոր արժեքներից խոսում, եկեղեցի է մտնում ու հավատացյալ ձևանում։ Ինչքան երիտասարդի ճակատագիր պիտի խեղես, որ սատանիստ հոգիդ փառավորվի։